Մեր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նիստեր սկսվավ, մեր լայվեր սկսվավ։ Կստացի Լևոն Քոչարյանը միակ ազգային ժողովում գտնված միակ մարդն էր, ով հարց տվեց, ասեց, բա Գագիկ Ծառուկյանի ձայները ինչ են։ Միակ անձն էր ընդդիմադիր դաշտում։ Այդ հարցը տվեց, բարձրացրեց Լևոն Քոչարյանը։ Բայց նույն Գագիկ Ծառուկյանի 4%-ը արձանագրել էր նույնիսկ Դանիել Իոնիսյանը, Մայրադոմփը։ Բայց մի մոմենտ հուզվել եմ։ Ես գիտեի իմ սիրտը քարիցա, մի մոմենտ պես հուզվա։ Ճիշտ է, կարող է ինչ-որ այդ ամեն ինչը ասված էր սրտանց, ուղղակի այնքան կապիկություն ենք տեսել մենք այս մի քանի տարվա մեջ, որ արդեն սրտանց ասված խոսքն ընդունում ենք որպես կապիկություն։ Միգուցե ասված էր սրտանց։ Երբ որ խոսած Էդգար Ղազարյանը եւ ըստ որոշակի լրատվամիջոցների ՔՊ-ին ստիպեց ոտքի կանգնել։ Ուժեղ Հայաստան թիմն էլ հարցախեղտ էր անում Լուբեն Լուբենյանին, ասում էր. «Այ մարդ դու Թուրքիայում հանդիպել ես թուրքերի հետ, չէ՞։ Մենակ տաջիկների հետ հանդիպել»։ Բայց ոչ մեկ չէր հարցնում. «Դուք եղել եք 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորներ, կառավարություն, Ալփին սպառնում էր բոլորին, Ալփի մասին հաջորդ դասին»։ Լուբեն Լուբենյանին հարց տալուց զատ, խի ոչ մեկ այդ մի հատ հարց չտվեց։ Ձեր արտաքին գործերի նախարարը գրուկ, պեչատուկ, Օմեգա է, Արաբատ։ Դա ոնց կբացատրեք։ Հարց տվող չկար։ Հե՞։ Բախի։ Խի չէիք տալ այդ հարցը։ Լուբեն Լուբենյանին եք կպե, սիրում եք իրան, վրից հոտ չի գալի Լուբեն Լուբենյանի։ Եթե ասում է շաբաթ մի անգամ է լողնում։ Մեր ընկերներից մեկն է ասում։ Մի հատ էլ թեթև անդրադարձ, որ դեբատների ժամանակ Նարեկ Կարապետյան ասում է իր պրոադրբեջանական ուժը դու ես, մատը տնկելով Նիկոլ Փաշինյանի վրա։ Հիմա ՔՊ-ն, որը լեգիտիմ չի, քանի որ հենց նույն Նիկոլ Փաշինյանի խոսույթի համաձայն իշխանությունը համարվում է լեգիտիմ, եթե հավաքում է 50+1 ձայն։ ՔՊ-ն, որը լեգիտիմ չի, ընտրելու է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնին։ Նստացնելու է դե։ Ուզում եմ հասկանամ, այդ որ օրվանից հայն ու թուրքը սկսան իրար հետ մի ազգային ժողովում քննարկումներ անել։ Դու չէիր ասում պրոադրբեջանական ուժ է Նիկոլ Փաշինյանը։ Ոնց եք թուրքերենով խոսալու իր հետ։ Հենց հետարքիր է։ Հա Նարեկ Կարապետյան, քո քաղաքական թիմով։ Ոչ մեկ քո լեզուն չեր ձգե, չեր ասել Նարեկը տենց բան ասա։ Պրոադրբեջանական ուժը դու ես, ցույց տվի Նիկոլ Փաշինյանին։ Ոնց ես խոսալու թուրքերենով Նիկոլ Փաշինյանի հետ։ Կամ եթե պրոադրբեջանական ուժը ինքն է, հեսա շուտով էլ ընտրվելու է վարչապետ։ Դու որպես ազգությամբ հայ եւ քո կուսակիցները պատրաստ եք պրոադրբեջանական վարչապետի ենթակայության տակ աշխատեք։ Հա։ Փաստորեն Արցախի հարցը լուծվեց, հա։ Իօգուտ ձեզ բոլորիդ։ Ու եթե ազգային ժողովի, որով թիվ 1 ամբիոնն է, ազգությամբ հայերը եւ պրոադրբեջանական ուժի կողմից ընտրված պրոադրբեջանական Նիկոլ Փաշինյանը կարողանալու են երկխոսության մեջ մտնեն քննարկման հանրային։ Հասարակ հարց։ Հայն ու թուրքը չեն կարա մի գյուղում մի քաղաքում ապրեն։ Կարան։ Դուք ուզում եք օրինակ ցույց տաք։ Հա։ Ժիվոյ օրինակ եք ուզում ցույց տաք Նիկոլ Փաշինյանի դեբատների մտնելու։ Մարդիկ ծանր տարան, երբ որ իրանց քլնգեցին, որ ասին խեք շնորհավոր է Տարոն Չախոյանին։ Նույն Տարոն Չախոյանը ազգային ժողովի ամբիոնից գոռալով խոսում էր, ասում էր ձեր կաթողիկոսն ուր է։ Ասել եմ, չէ, այսօր առավոտ եմ ասել։
Ձեր հետ ոնց կուզեն թող վարվեն։ Դուք ունեք ձեռ, ոտ, վիզ, չգիտեմ, մեջք, թիկունք, թևեր։ Դուք ունեք խիզախություն եւ համարձակություն մտնելու ազգային ժողով, այսինքն լեգիտիմացնելու Թուրքի բջբերին։ Դուք նպատակադրված մտել եք։ Ձեզ չեմ պաշտպանելու, բայց Տարոն Չախոյանը միկրոֆոնի մոտ մատնացույց անելով ձեր ուղությամբ ուժեղ Հայաստան։ Ասում էր ձեր Գարեգ Կտրիչ Ներսիսյանն ուրա ամենայն հայոց կաթողիկոսին դիմելով Ավազանի անունով։ Հիմա մի ամիտ, եթե ես իմ մեջ մոռանամ կուլտուրական մարդուն եւ պատահականության սկզբունքով ասեմ Տարոն Չախոյան երեխեքի ծսցնեմ, կնեղան հականցնից։ Հա? Հասարակ հարց։ Դուք այդ սրբապիղծ բոզի տղեկի հետ փորձում եք դեբատների մեջ մտնեք։ Հա, միած սուրճ էլի, կներեք։ Դեբատի մեջ եք մտնում ում հետ, Տարոն Չախոյանը նմանների հետ։ Հա, ոնց։ Ով ամենայն հայոց կաթողիկոսին դիմում Ավազանի անունով։ Խեք մտնում դեբատների մեջ, եթե այդ մարդը չունի սրբություն, ոնց եք դեբատ երկխոսության մեջ մտնելու բոզի վաստակների կուտոկի հետ։ Հասարակ հարց։ Այսինքն դուք պետքա կամ թքեք դուրս գաք ազգային ժողովից, որպես տարբերակ։ Կամ ծեծ ու ջարդ պետք է լինի, որի դեպքում դուք ծեծ եք ուտելու, կարող է ձեր մեջ ուժեղ տղեկ կան։ Կարող է չէ, հաստատ կան։ Կարող է իրանք ծեծ չուտեն։ Կամ պետք է իջնեք, հավասարվեք իրանց մակարդակին, որ այդ չար ու չաթլախների լեզուն հասկանաք, ճիշտ է։ Հիմի հարց, ձեր բուն նպատակը ո՞րն է, որ մտել եք ազգային ժողով։ Հասարակ հարց։ Հա? Առաջի օրով ձեզ մառալնի կոդրում են Տարոն Չախոյանի դեմքով։ Ձեզ հոգեպես կոդրում են։ Ձեր ներկայությամբ ամենայն հայոց հայրապետին անվանելով Ավազանի անունով։ Դա նշանակում է մի բան, որ ձեզանից յուրաքանչյուրը, երբ որ փորձի X պահի հարց բարձրացնել եկեղեցու ամենայն հայոց հայրապետի մասին, ձեր բերան այսպես թարս խփելով փագելու են։ Տարոն Չախոյանի ելույթը մեջ բերելով, ասելու են ձեր ներկայությամբ մեր падգամավորը Տարոն Չախոյան, քո հետ են բոզի տղա։ Դիմել է ամենայն հայոց հայրապետի ձեր ասած Ավազանի անունով դուք ցեն չեք անել, խնդացել եք։ Ատենշի։ Աբարոտ կա խիչ եք խլում։ Խիչ եք ասում Թուրքի առաջ կզած կապիտոլյանտն ուրա ձեր։ Ու բոզի տղա չհամարցակվես ամենայն հայոց հայրապետին դիմել Ավազանի անունով։ Խի ոչ մեկը չէ լավ տեղից չասեց այդքանը։ Հա, ամսավեջ պարգևավճար պիստանակ աշխատավարձի հետ։ Փողը քաղցր բանա։ Հետարքի դեր է, եթե սկզբունքով առաջնորդվեի, ես եմ ինչ մեծ փող աշխատեի վախտին։ Փողի հիմար կուլ գնա ինքնասիրության ամեն ինչի։ Մալադեց։ Գեցեք։ Իսկ են մարդիկ ովքեր Տարոն Չախոյանի երեխու ծնունդն էին շնորհավոր է։ Հիմա տենեմ եք Տարոն Չախոյանը ով է։ Այդ երեխու ում ծնունդը դուք շնորհավորել եք։ Երեխա է, բան չունեմ երեխուն ասելու։ Երեխեն մեղավոր չի, որ տենց բոզի տղուց է ծնվել։ Հիմա հասկանում եք ում երեխու ծնունդն եք շնորհավոր է։ Մեկի ով հերթական անգամ նվաստացնում է մեզ որպես ազգ, որպես երկիր, որպես ժողովուրդ, որպես պետություն։ Չնայած չեմ զարմանում, քանի որ նույն առոգանությամբ Շուքուրզադեն է քննադատում ամենայն հայոց կաթողիկոսին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ինչ անում է թուրքը ադրբեջանցին։ Նույնը կրկնօրինակում է Նիկոլն ու ՔՊ-ն։ Թուրքի համար արդյոք գոյություն ունի ամենայն հայոց հայրապետ, իհարկե ոչ։ Իրանց համար գոյություն ունի գլխավոր իմամը, շամամը, ես չգիտեմ դրանք ով են։ Դրանց գործերը խառնա։ Չեմ էլ ուզում խառնվեմ, ոչ էլ վիրավորանքի խոսք ասեմ որևիցե մի կրոնական առաջնորդի ուղղությամբ։ Ու մարդիկ մեր հայ հասարակության մեջ այնքան ուղեղից տգետ են, որ այսօր առավոտ խոսում եմ, օրինակ բերելով ազգային ժողովի նիստը վարողի խոսելավոճը, YouTube-ում ինձ գրում են, արի մեր եզդիներին բան մի ասա։ Ես երբ եմ եզդիներին բան ասել։ Հա։
Դուք ընչեք մի անգամից լսեմ առաջի բառը, երկրորդը, երրորդը չեք փորձեմ լսել իմաստը հասկանալ։ Այդտենց էմոցիոնալ ազգ ենք տառը։ Բա որ այդքան էմոցիոնալ ենք, Նիկոլը միջև եմիխյա վարչապետ։ Արդեն վարչապետ չի։ Հիմա չգիտեմ, մեր գլխավոր դատախազին մի հատ թեթևի մեջ հարց տամ, էլի։ Երևի այսօր վիխադնոյա բալետ չի պարեմ։ Տիկին Վարդապետյան, տիկին ես որի օրդ ես, ես դե մեղավոր չեմ։ Վստահ կարամ ասեմ, ես դե մեղավոր չեմ։ Դու տիկին ես կամ օրիորդ ես։ Այսօր քո պաշտպանյալ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Հա։ Ես իրավունք հիմա ես որ հայոյեմ Նիկոլ Փաշինյանին։ Ես հայոյում եմ ամենայն հայոց վարչապետին, թե ուղղակի Նիկոլ Փաշինյանին, նրանց հետարքի անձի։ Այսինքն եթե հայոյում ես հասարակ շարքային քաղաքացու, կարաս տուգանվես օրինակ 500,000 դրամ։ Եթե հայոյում ես վարչապետին, կարաս տուգանվես խոսքի 5 միլիոն դրամ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, եթե այս պահի դրությամբ Նիկոլը վարչապետ չի, հրաժարական տվե։ Ես ուզում եմ քուֆր անեմ Նիկոլ Փաշինյանին։ Իր տղուն չէ 1450 դրամ, Նիկոլ Փաշինյանին։ Ես ինչ սանկցիաների տակ եմ ընկնեմ։ Դուք իմանաս, այն շպակլակեն կասիշկեն կոպերես, ագնոսնետ կլոր սրերես, չէ։ Գալու ես ազգային ժողով։ Բա եբ։ Հա։ Գալու ես ասես, ձևի մար եմ ասում, Լևոն Քոչարյան, դու մեղադրվում ես էսի ինչի մեջ։ Նարեկ Կարապետյան, դու մեղադրվում ես էսի ինչի մեջ։ Ասելու ես, այդ թատրոնը շարունակվելու է, թե չէ։ Հա։ Պետական պարտքը ավելացել է 9 միլիարդ դոլարով, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովից ասում է, պետության օգտին բռնագանձվել է 100,000 դոլար։ Ում արդիկ ծափ են տալի։ Խաղալով իրանց պլինջների հետ։ Սենց օրոլերով մոտի վրա։ Արակել մեկին տեսել եմ Facebook-ում լաց հերել եմ։ Ասում եմ, մեր պարոն Փաշինյանը արդեն ձուկ չի ուտում։ Ինքը իր տեսողությունը գվատանա, մեզ չի տնե հատնակլասնիկում։ Լրել ուժ եմ ասում, ստատուս էր գրե։ Բա։ Տենաս, ես ամեն ինչի հակաթույնը կա, թե չէ։ Ես ետ վիդեոյի հիմնական իմաստն էր, Նարեկ Կարապետյան, հարցս քեզ, Նիկոլ Փաշինյանը քո ձևակերպմամբ պրոադրբեջանական ուժ է։ Հայերենով ես խոսալու հետը։ Թուրքերենով։ Թե որ լեզվով։ Դու պրոադրբեջանական ուժի հետ ոնց ես բանավեճի մեջ մտնելու։ Կամ քո բանավեճի մեջ մտնելով մեր իրականության մեջ բանա փոխվում։ Հա։ Եթե դուք խոսքը օրինակ եկավ մի X պահ, որ ձեզ տրված դերակատարությունը դուք լավ չկատարեցիք, եւ Նիկոլ Փաշինյանը որպես գաղութի բոս որոշեց, որ դուք պետք է պրոֆիլակտիկ ծեծ ուտեք։ Կոնկրետ դուք, ուժեղ Հայաստան։ Եթե դուք հելաք, խոսքը օրինակ, այն սուտլիկ որսկանի պես գոռացիք, ժողովուրդ, մեզ հարվածում են, մեզ ծեծում են, մեզ ծծցնում են։ Բայց ժողովրդի հեչ վեճը չելավ։ Այդ վաղ դուք ես որպես պրոհայկական ուժ ես զգալու, թե որպես պրոադրբեջանական ուժի շոֆեր։ Հա։ Դուք այնքան նամուս չունեք, որ նայելով կոնկրետ ձեր աչքերին, ամենայն հայոց հայրապետին անվանում են Ավազանի անունով։ Անվանողն էլ մի հատ հաստիկային ցուցակով բոզի տղա է։ Բայց դուք խոսում եք նախընտրականի վաղ ինքնասիրությունից, ազգային արժանապատվությունից։ Դուք խոսում եք նրա մասին, որ լինելու է ուժեղ Հայաստան։ Ուժեղ, բայց անինքնասեր։ Ես sense Հայաստան չեմ ուզում։ Երևի։